Պահանջատիրության երթ Վանաձորում ջահերով ու մոմերով լոռեցիները Նարեկացի եկեղեցուց շարժվել են դեպի նահատակած պուրակ, ապա նաև հրապարակ։ Հիշում ենք և պահանջում գլխավոր ասելիքից զատ հնչել են նաև այլ կոչեր։ 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակին նվիրված ալեկոծված հոգիներ պարը, որը ստեղծվել է եռակողմ համագործակցության շրջանակներում, առաջին անգամ ներկայացվել է հանդիսատեսին։ Մի շարք միջոցառումներ տարբեր հաստատություններում մոլորակը ամփոփել է գլխավոր օրվա նախօրեն։ Եվս մեկ միջոցառում 13 սան ներկայացրել են 100-ամյա տարելիցին նվիրված 35 նկարներ։ Ֆորտունայի եթերում լրատվության ժավ է, դուք դիտում եք մոլորակի հիմնական թողարկումը, բարև ձեզ։ Չնայած անբարենպաստ եղանակի ստեղծած անհարմարություններին, ջահերով ու մոմերով լոռեցիները Նարեկացի եկեղեցուց շարժվել են դեպի նահատակած պուրակ, ապա նաև հրապարակ։ Հիշում ենք և պահանջում գլխավոր ասելիքից զատ հնչել են նաև այլ կոչեր։ Ճանաչում, մեղանչում, հատուցում, հիշում ենք ու պահանջում։ Այսօր այս պահին լոռեցիները հավաքվել են Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցու բակում, որտեղից և կընթանա պահանջատիրական երթը։ Լոռեցիները այսպիսով կշարժվեն նահատակած պուրակ, կրկին բարձրացնելով հայ դատի հարցը ու նորից հիշեցնելով, որ ոչինչ չի մոռացվել, իսկ մեր պահանջատիրության կոչերը շարունակվում են։ Հարգելի հեռուստատող բարեկամներ, այս պահին մենք պետք է խոսենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լոռու մարզային մասնաճյուղի համակարգող Վահե Դոխոյանի հետ։ Պարոն Դոխոյան, կխնդրեմ նախ խոսենք նպատակից, արդեն ավանդույթ է դարձել, բայց այս տարի ինչով է առանձնանում եւ որն է ի վերջո պահանջը։ Պահանջը իհարկե ինչպես միշտ անկախ տարիներից ճանաչում, հատուցում և մենք միասնական ենք և պահանջում ենք ճանաչում, հատուցում, այսինքն հիշում ենք և պահանջելու ենք միշտ անկախ դա 100-ամյա լինի թե այլ։ Իսկ 100-ամյակի տարբերությունը նա է, որ այս անգամ տեսնում եք անկախ եղանակային պայմաններից ավելի շատ մարդիկ են միացել ջահերով երթին, ավելի ինքնաբուխ է և տարբերվում է նաև նրանից, որ երիտասարդներից զատ միացել են նաև մեծահասակներ, անհատ քաղաքացիներ։ Հարգելի հեռուստադիտողներ, երթը շարժվում է Նարեկացի եկեղեցու բակուց մինչև Մայր Աստվածածին եկեղեցի նահատակած պուրակ եւ որպես մնոցեր մասնակցություն այս երթին ինչով եք կարևորում եւ որն է ձեր ասելիքը։ Առաջ երթին որպես հայ մարդ մեր յուրաքանչյուրի երակներում հոսում է նահապետական արունը, ազգասիրությունը, մշակույթը, այն հայկական թասիբը, յուրաքանչյուր հայ պարտավոր է գա մասնակցի և որպես ազգային պարտականություն է և ամենակարևորը հոգևոր պարտականություն է, յուրաքանչյուր հայ գա երթին մասնակցի, իր մտահոգությունը, իր անհանգստությունը ներկայացնի նաև թուրքերին միջազգային հանրությանը, որ ճիշտ անցել է 100 տարի, բայց մենք մեր պապերի ժառանգները լինելով հանդերձ չեն կարող մոռանալ ու ևս մի 100 տարի էլ անցնի, 1000 տարի էլ անցնի, մոռացության չի մատնվելու։ Տարին տարու վրա յուրաքանչյուր 100-ամյակի երթեր ավել են շատանալու, պահանջը և պահանջատիրությունը ավելի է շատանալու։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, իսկ լոռեցիները երթով շարժվում են նահատակած պուրակ։
պահին մենք պետք է զրուցենք Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանի հետ։ Պարոն Բադոյան, փաստորեն անկախ եղանակային վատ պայմաններից երթը դարձյալ կայացավ, ձեր ասելիքը, ձեր պահանջը ինչ ի վերջո ինչ են։ Ասեմ, որ Վանաձոր քաղաքում մասնավորապես տարիներ շարունակ արդեն ավանդական բնույթ է կրում ջահերով երթը եւ այս տարի 100-ամյա տարելիցի շրջանակներում այն ավելի մեծ կազմակերպվածության եւ մասնակցության մեծ մասնակցությամբ է ընթանում։ Դուք տեսնում եք, որ եղանակային բավականին ծանր պայմաններում մեր բնակիչները, քաղաքացիները, մասնավորապես երիտասարդները, ինչպիսի նվիրումով եւ պատրաստակամությամբ են մասնակցում երթին, րոպեներ հետո մենք արդեն կհասնենք Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նահատակած պուրակ, որտեղ հարգանքի տուրք մատուցի նաեւ անմեղ զոհերի հիշատակին եւ ասեմ, որ մեր քաղաքացիները, երիտասարդները պահանջատիրության մեծ նվիրումով եւ պատրաստակամության մեծ ոգով են մասնակցում այս երթին եւ օգտվելով առիթից նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր անմիջապես մասնակցեցին կազմակերպման, ուրեմն այս երթին, ինչպես նաեւ իրենց մասնակցությունը բերեցին։ Եղավ շնորհակալություն, հարգելի հեռուստադիտող բարեկամներ, իմ զրուցակիցն էր Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մենք շարունակում ենք հետևել երթին։ Արդեն նահատակած պուրակում ենք եւ այս պահին իմ զրուցակիցն է Աշակ Բաղդասարյանը, լոռեցի երիտասարդ, ով եւս երթի մասնակիցներից է։ Աշակ, խնդրեմ ասել, թե որն է երիտասարդության այսօրվա կոչը եւ դուք որպես երիտասարդ ինչով եք կարեւորում մասնավորապես ձեր մասնակցությունը։ Անհատապես իմ մասնակցությունը երթին ես ողջ ճանապարհին ճանապարհ ինձ համար մտորումի, մտածմունքի ճանապարհ էր։ Այս ճանապարհը մի տեսակ նաև անցյալը վերաիմաստավորելու առումով նույնպես ես առաջացրեց, իսկ առանձնահատուկ երիտասարդության, հատկապես հայ երիտասարդության համար այս երթը պահանջատիրական երթ էր եւ որով մենք ապացուցեցինք, որ մենք չենք թույլատնելու մեր ուժերը, մենք պայքարելու ենք եւ մենք չենք նահանջելու եւ պայքարելու ենք մինչեւ վերջ։ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր, որ հրկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկես թե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես հրկինս չհրկվի, հաց մեր հանապազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեզ, որպես և մեկ թողում մերով սպարտապանած, և մի տանիրս մեզ ի փորձություն, այլ փրկյաց մեզ իչարեք, Վիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն։ Համարն եք։
Հարգելի հեռուստադիտողներ, նահատակած պուրակից երթը շարժվեց Հայքի հրապարակ եւ այս պահին ես պետք է զրուցեմ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանի հետ։ Պարոն Դարփինյան, եւ երիտասարդության ակտիվությունը եւ պահանջը եւ այսօրվա երթը ինչպես կգնահատեք։ Ուրեմն սա այն դեպքն է, որ ազգովի միախմբված եկել ենք մեր նախնիների հիշատակը հարգելու, Եղեռնի 100-ամյակը հիշատակելու, նաեւ ճիշտ է նման դեպքերում ավելորդ է ասել հպարտություն, բայց այնուամենայնիվ ես այսօր հպարտ եմ մեր ժողովրդի բուրըն, այսպես միախմբմամբ, կարծես թե ամբողջ աշխարհը միաձայն, նույնիսկ այն երկրները, որոնք պետականորեն չճանաչեցին հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ բոլոր երկրներն էլ հարգեցին մեր վիշտը, մեր ցավը, նաև հասկացան, որ մեր դատը արդար է, մենք այս 100 տարիների ընթացքում ճիշտ էինք պահանջում հայոց ցեղասպանության ընդունումը եւ ինձ թվում է, որ այսուհետ Թուրքիայի ղեկավարությունը ինչքան էլ որ համառություն ունեցավ, նա պետք է խոնարհվի, ընդունի ցեղասպանությունը եւ իր ներողությունը հայտնի ամբողջ հայ ժողովրդին։ $1.5 միլիոն անմեղ նահատակների հիշատակին նվիրված ալեկոծված հոգիներ պարը, որը ստեղծվել է եռակողմ համագործակցության շրջանակներում, առաջին անգամ ներկայացվել է հանդիսատեսին, լայն տարածման եւ դրական արձագանքների արժանացած պարզ ներկայացման մասին կխոսի Նարինե Ասատրյանը։ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց հերթական միջոցառումը։ Մինչ միջոցառումը սկսելը նախ հետևեցինք Հայ ազգային տարազի ժողովրդական վարպետ Մարտուհի Սարգսյանի կողմից «Իմ ծովից ծով Հայաստան» խորագրով ներկայացված տիկնիկների ցուցահանդեսին։ Տիկնիկագործն ասում է, ամեն տիկնիկի մեջ ինքը խոսող մարդ է տեսնում ու խոսում կյանքի կոչած տիկնիկների հետ։ Նշում է նաև արդեն 43 տարի է ինչ զբաղվում է տիկնիկագործությամբ եւ տիկնիկների քանակն արդեն չի հիշում։ Իսկ լոռեցիներին ներկայացրեց ցեղասպանության տարեթվին համապատասխան ստեղծագործություններից միայն 100-ը։ Ներկայացված է Ադանայից մինչև Լեռնային Ղարաբաղ Տիգրան Մեծի ժամանակաշրջանի ամբողջ տարածքի քաղաքների, գյուղերի, շրջանների, մեր հայերի եւ իրենց աշխատանքային գործիքներով, երեխաների հետ, ովքեր գնում են դեպի Հայաստան, Արևմտյան Հայաստան, ունենք նաև հղիկին, ով ցույց է տալիս հայի աճանորից, որ մենք նորից ոտքի ենք կանգնել, մենք պարտվողներ չենք, ոչ գործով, ոչ աշխատանքով, ոչ էլ մեր սերունդներով։ Ցուցահանդեսից անմիջապես հետո տեղափոխվեցինք դահլիճ։ Ցերեկույթն առանձնանում էր իր տեսակի մեջ, քանի որ այնտեղ հատուկ լոռեցիների համար առաջին անգամ բեմադրվեց ալեկոծված հոգիներ պարը։ Պարը նվիրված է ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Պարը կյանք է ստացել Տրոյա Կրեդո գովազդային գործակալության, Հորովել երգի պարի անսամբլի եւ երաժիշտ Էդգար Կրոյանի ջանքերով։ Պարն առաջին անգամ հեռարձակվել է Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերության եթերում, Տրոյա Կրեդոյի նախաձեռնած միջոցառման շրջանակներում, որին աջակցել են Ֆորտունա հեռուստաընկերությունը եւ Լոռու մարզպետարանը։ Նախ առաջարկությունը եղավ Տրոյա Կրեդո գովազդային գործակալության տնօրեն Դիանա Մարտիրոսյանի կողմից եւ ամենա շահագրգռող պահը այն էր, որ այն ստեղծագործությունը, որի տակ պիտի բեմադրությունը լիներ, մեր համակարգացի Էդգար Կրոյանի ստեղծագործությունն էր։ Եվ ես փորձեցի ստեղծել մի պար, որ համահունչ կլինի երաժշտությանը, այն ասելիքին, ինչ ասում է երաժշտությունը, փորձել նույն ձևով պլաստիկայի միջոցով արտահայտել։ Վանաձոր քաղաքի համար մեր ձեռքբերում է, որովհետև սա առաջին քայլերից է, որտեղ որ համագործակցում են Էստրադան, համագործակցում է Հորովելը եւ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Էդգար Կրոյանին գեղեցիկ ստեղծագործության համար, շնորհակալություն հայտնել Արայիկ Գևորգյանին բեմադրության համար, Դիանային մտահղացման համար եւ ասեմ, որ այս պարը ժողովրդի կողմից ընդունվեց մեծ ավացաներով։ Բարի մեջ տեսանք այն խորհուրդը,
որ իր մեջ ուներ, այսինքն կար այն հույզերը, կար այն խորհուրդը կորստի, կար այն խորհուրդը, որ կա այն գենը, այն ուժը, որ մեզ ստիպել է չկորչել, ստիպել է արարել, ստեղծել, պահել մեր հողը, պահել մեր մշակույթը եւ պարը հենց վերջում խորհրդանշում էր լույսը, պարը հենց ամենավերջում խորհրդանշում էր հայի կամքը, որ մենք կանք եղել ենք, կանք եւ դեռ լինելու ենք շատ երկար։ Մեզ բավականություն ստացա, չէր երևում, որ նոր են դրել այդ պարը, հրաշալի էր, շատ ամեն ինչ լավ էր, դե ինչ ասեմ, եղերնի նվիրված, շատ լավ էր կազմակերպված։ Ես էլ իմ կողմից կասեմ, ոչ թուրքական, ոչ պարսկական, հայի հայկականն եմ ուզում, ոչ տարագիր, ոչ գաղթական, հայազգն իմ տանն եմ ուզում, իմ վաղեմի ազնիվ հայցին արդար դատաստան եմ ուզում, հոգնել եմ ես հայոց հարցից, հայոց պատասխան եմ ուզում։ Նարինե Ասատրյան, Հմլետ Պապանյան, Մոլորակ։ Մի շարք միջոցառումներ տարբեր հաստատություններում Գոհար Մովսիսյանն է ամփոփել գլխավոր օրվա նախօրեն։ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 100-ամյակին նվիրված միջոցառումները Վանաձորում մեկնարկեցին դեռ մարտի 1-ից։ Խորհրդանիշ պաստառներ տեղադրվեցին քաղաքի տարբեր հատվածներում, իսկ ահա ապրիլին քաղաքի բոլոր մշակույթի տներում տեղի ունեցան թեմատիկ ցուցահանդեսներ ու կինոդիտումներ, գրական երաժշտական երեկոներ, հանդիպում, քննարկումներ ու զեկույցներ, որոնց մասնակցեցին նաև տարբեր տարիքի դպրոցահասակ երեխաներ։ Այսքանով սակայն չսահմանափակվեց դպրոցականների մասնակցությունը հիշատակի միջոցառումներին։ Վանաձորի դպրոցներից մեկում նաև Եղեռնին նվիրված անկյուն է ստեղծվել, որտեղ ներկայացված են այս թեմայով եւ աշակերտների ձեռքով պատրաստված յուրատիպ աշխատանքներ։ Այս օրերին բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան նաև Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դահլիճում։ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշ երեկո տեղի ունեցավ Հորովել երգի պարի համույթի մասնակցությամբ։ Հայաստանի Հանրապետության ազգային արխիվի մեծ Եղեռնին վերաբերող փաստաթղթերի ցուցադրությունը եւս մշակույթի պալատում էր։ Մարտ-ապրիլ ամիսներին Վանաձորի կամերային երգչախումբը համերգներով հանդես եկավ մարզկենտրոնում ու մարզի տարբեր բնակավայրերում։ Իսկ Էդուարդ Գզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ կամերային երգչախմբի ու կամերային նվագախմբի համատեղ համերգը։ Հիշում ենք եւ պահանջում խորագիրը կրող հուշ երեկո Բոհեմ կամերային թատրոնի մասնակցությամբ դարձյալ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, որտեղ Վանաձորի պոեզիայի թատրոնն էլ հանդես եկավ Մանֆրե Արքան ներկայացմամբ։ Գրական երաժշտական կոմպոզիցիաներ, ցերեկույթներ տեղի ունեցան նաև Էդուարդ Գզարթմյանի, Շարա Տալյանի, Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցներում ու արվեստի դպրոցում։
Ապրիլի 23-ին Վանաձորի հայքի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Իսկ ապրիլի 24-ին տեղի կունենա մոմավառություն Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, ինչպես նաև ծաղիկների ու ծաղկեպսակների տեղադրում։ Այսպիսով վանաձորցիները իրենց հարգանքի տուրքը կմատուցեն նախորդ տարի մեծագույն ոճիրներից մեկին զոհ դարձած 1,5 միլիոն նահատակներին։ Հավատով, որ հայ ժողովրդի արդար դատի երկար սպասված ճանաչումը կտա 1,5 միլիոն անմեղ զոհերի հոգիների խաղաղությունը։ Հիշում ենք և պահանջում։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Համլետ Պապանյան, Տիգրան Բարսեղյան, Մոլորակ։ Եվս մեկ միջոցառում 13-20 ներկայացել են 100-ամյա տարելիցին նվիրված 35 նկարներով։ Փոքրիկների աշխատանքները արժանացել են արդեն կայացած նկարիչների ուշադրությանն ու հավանությանը։ Առավել մանրամասն տեսանյութում։ Հայոց մեծ Եղեռնի թեման իր արտացոլանքներ գտել նաև Գուսան Զաքարյանի անվան 3-րդ մշակույթի տանսանների աշխատանքներում։ 35 կտավ նկարչական խմբակ հաճախող 13 կատարողների կողմից տրված էր ցուցադրության։ Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, պետական իշխանության եւ հոգեվարականության ներկայացուցիչներ։ Հիշողությունը եւ այն քաղաքը, որ փոխանցվել է տերևդեսերում, վրեժյան զգացումը, ապրելու ցանկությունը, ստեղծագործելու կարողությամբ վերհարնելու անհրաժեշտությունը դերել է մեզ հասցրել այնտեղ, որ մենք իսկապես յուրաքանչյուր ձևով, տարբեր կերպերով մեր ցասումը, մեր ապրելու իրավունքը, ստեղծելու իրավունքը եւ ուրիշներին դրանով նաեւ ապրեցնելու, աշխարհում տոկալ տալու, զորացնելու, չար ձեռքը կտրելու այդ ժողովուրդն են դառնալու եւ դարձել։ Մեր ժողովուրդը աշխարհի խիղճն է, որ արդարացի հատուցումից հետո միայն կկարողանա ապրեցնել համայն մարդկությանը, ավելացրեց Քահանա Ազարյանը։ Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափա Գալոյանն էլ նախ ողջունեց նախաձեռնությունը, կարևորելով երեխաներին մանկուց ազգային ճանաչողությամբ դաստիարակելու փաստը, նշելով, որ իր մանկության տարիներին Եղեռնի մասին արգելված է եղել խոսել, ապա նաև նկատեց ապագա նկարիչների մասնագիտական աճը։ Նայեցի ձեր աշխատանքները եւ իհարկե ուրախացա, ոգևորվեցի, ինչի համար, երկու բանի համար, մեկ որ ես ձեր տարիքին էի, ընդհանրապես տեղեկություն չունեի, թե ինչ էր 15 թվականին, այդ մասին խոսակցություն գոյություն չուներ, գոյություն չուներ, ոչ մի կերպ այդ մասին ոչ մեկը չգիտեր, դուք այսօր այդ մասին տեղյակ եք և գիտեք արդեն և ոչ միայն գիտեք, այլև կարողանում եք այդ թեմատիկայով կատարեք ձեր մտահղացումները, ստեղծագործեք ու նկարեք։ Իսկ հիմա երկրորդ պահը, որ ավելի ուրախ եմ, որ օրից ես մոտ ես տեսնում եմ մասնագիտական կարողությունների, հմտությունների զորացում, ավելացում, ապրեք։ Ցուցասրահում շրջելուց հետո հյուրերը դիտեցին ֆիլմ նվիրված Հայոց մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին։ Հերմինե Ավերյան, Տիգրան Բարսեղյան, Մոլորակ։ Հուշորի Մատյան, որը մի ամբողջ սերնդի ողբերգական ու խեղված ճակատագրի ամփոփագիրն է, Մեծ Եղեռնից մինչև Ստալինյան բռնապետություն, հերենական մեծ պատերազմից մինչև մեր օրերը։ Գրքի հեղինակն Ալբերտ Սահակյանը գրի է առել իր պապի, Ազատ Սահակյանի հուշերն ու նվիրել 100-ամյա տարելիցին։ Այն ժամանակ չկար այդ միկրոֆոն, որ ձայնագրեի, բանանեի, ասել պապա, թղթին դուրել ախր դու էլ կարող ես։ Որս ձեռքով գրած սերագիր գիրքը, մի օր առիթ լինի ես ցույց տամ, տեսեք, թե ինչ ձեռագիր է, ինչ գրագիր գրած։ Այստեղ ոչ մի տար փոխած չգիտեք, այս ինչ բառերն են իր նախադասությունները։ Այդպես որ շատ ասացի, Տարաջան ասավ, այս ամեն մի բանը հիշելուց ոսկորոս սղոցվում է։ Ես այս գրելու ժամանակ էլ ես ապրումների մեջ ընկնեմ, ասի պապ ջան, գիտեմ, որ ծանր լինի, բայց այս բաները կոր չի գնա, վերջնաշով մեր սերունդը չիմանա ով ինչ է քաշել, ինչ արել, այստեղից Ալբերտ Սահակյանը լավ է հիշում, հորը շատ էր համոզում, որ գրի առնեին տանջանքներն ու զրկանքները, որը կրել էր 6 տարեկանից ի վեր, նախքան 1915 թվականի գաղթը Տաճկաստանից և գաղթից հետո
մինչև 60 տարեկան հասակը։ Տպելու ժամանակ արդեն գիտեի ինչ-ինչոց է։ Դե հիմա դա նկարագրելու բան չէ էլի։ Երբ որ ձեռագիրը ավարտեց երես, ես չգիտեի, չեր ասում, մամային էլ թե այ կնիկ, ոչ մեկ ինչ ասես, հետո երբ որ ես գնացի, այստեղ էի արդեն աշխատում, գնացի, այ բավջան ասեն են ասածս ինչ չարիր չէ թե, դու դե տղաջան արել եմ էլի ինչ ես հեշտ է թե դառը օրեր նորից հիշելը բանը, ասի բավջան, ուզում ես քեզ սանատորիա ղրկեմ, ուզում ես սնունդդ ինչ ձևի ուզում ես ապովի մենակ տիգրես, եկել ասավ, այ կնեկել գնային թղթերի բեր, բերեց տենամ 400 քանի էջ բանա, ուրեմ Նազրի ջան, էդ օրը նստել եմ, մի շնչով կարդացի, ամբողջ գիշեր, հիմա էլ մեկ-մեկ ծխում եմ, բայց այն ժամանակ ծխում է էլի, այդ մի գիշերվա մեջ ես 3 պաչկա սիգարետ եմ ծխել, ես որ կարդացի այդ բոլոր բաներ, ասենք հատուկ են պատմել հատվածներով կտրվածքով բանով էդ ուրիշ, բայց որ ընդհանում մի խոսքով ու այդտեղից լավ էր, հասցրինք այս գրքի մակարդակի։ Ու Ազատ Սահակյանը գրի առավ։ Այն բոլոր տառապանքները, ավերածությունները, ալան-թալանը, օրեր ու ամիսներ, նույնիսկ տարիներով տված կսկիցն ու դառնությունները, որն անցել էր իր ընտանիքի գլխով։ 1915 թվականի ապրիլի Գարնանացյանի վերջին օրավարներ մնացել, կտավ հատ պիտի ցանեին։ Այդ օրը լույսը դեռ չբացված պիտի նաև մարեր։ Հարյուրավոր թուրք ու քուրդ հեծյալ ու հետիոտն գազազած ոստիկաններ, ոմանք փայտերով, ոմանք մտրակներով, ձիերի ոտքերի տակ տրոելով ժողովրդին չխնայելով ոչ ծերերին, ոչ երեխաներին, ոչ կանանց, չէին թողնում, որ որևէ մեկին շարքին մոտենա։ Գաղտնը սկսված էր։ Սահակյաններն իրենց համագյուղացիներից մի քանիսի հետ բնակվեցին Սուլթանամուտ կոչվող քրդական գյուղում։ 20 օր մնալուց հետո կարգադրության համաձայն տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Կանգառը Լոռու գավառի Ղարաքիլիսա քաղաքում էր։ Ղարաքիլիսայից ոչ հեռու գտնվող Սարմուսաղ գյուղում ապրեցին մոտ 1 տարի։ Եվ այսպես գրքի ամեն մի էջում՝ տառապանք, տեղափոխություն, հալածանք, գաղթ, աքսոր, գերեվարություն, հեռվում թողած կարոտ, բայց եւ կենսասիրություն, տոկունություն, աշխատասիրություն, կյանքի նկատմամբ խորը լավատեսություն ու ինչպես հեղինակն է ասում, սերունդները պետք է կարդան ու տեսնեն, որ հայի այս բացառիկ տեսակն էլ է եղել։ Զենքը հավաքել են սկզբից, աշխատող հասունացած մարդկանց տարել են, տակին ինչ պետք է մնա Ազի ջան, կանայք, մատված երեխաներ, հիվանդներ, այսը արդեն այս պայմաններում նոր 15 թվի ջարդ են արել մասսայական, ինչ պետք է աներ այդ բաները, ժողովուրդ հետ անճար, տանել հապատկայել չեն ունեցել, ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն թուրքի զինված զորքի դեմ։ Ու չնայած հալածանքներին, որ տեսել են հայերը 20-րդ դարասկզբին, մի գրքով կամ մի ամբողջ գրադարանով դժվար է փոխանցել, բայց այն, որ հայ եղել է, կա ու դեռ շատանալու է, սա է պատմությունը։ Գյուղում փաստորեն մենք բոլորս գյուղում ենք հավաքված եղել, բացի Վարդանլուի այս Սահակ Հորիղբայրից։ Նա դե փոքր գրքի երեխա եղել, Խաթուն տատը որ մածիկը, ինչ կիներ այն այս Խաթուն տատը այստեղ ամուսնացել է Վարդանլուի պապս է ամուսնացրել, մեծ տեքրը, Վարդանլուի Ղազախեցոնց Արսեն, թե ինչ այդպես մարդերը որի կինը մահացել է, գնացել է իր այս Սահակին էլ հետն է տարել, ու նրա երեխեքին էլ ապահել, դրանց հետ այնքան մենք հարազատություն ունենք այդ Ղազախեցոնց հետ, որ սրանք մեզ ասում են մեր եղբայրներն եք, մենք էլ իրանց էլ այդպես մանով։ Ու Խաթուն տատը Սահակ Հորիղբայրի հետ մնաց Վարդանլու։ Հիմա էլ այնտեղ երեխեք, թոռներ, բան։
հայերս պայքարել, հաղթել, սգալ, բայց նորից ծնվել գիտենք։ Սահակյանների գերդաստանն օրինակ արդեն 100-ի սահմանն անցել է։ Ես կուզենամ մեր երիտասարդները մեր պատմությունը լավ իմանան, այնպես չանեն ոնց որ որոշ պատմաբաններ են խոսում։ Այդ պատմաբանները ես չի ուզենա այդքան ֆիքսեն, չնայած իրենց դեմն եմ ասում։ Մեր երիտասարդների մոտ այսօր հայրենասիրության հարցերը իմ կարծիքով լավ չեն անում են, բայց այնպես չեն անում, որ մարդը ներքին ինքնաբուխ այդ բաները իմանա, որ ինքը իր հողջրին կապված է։ Պիտի մեր պատմությանը լավ ծանոթացնեն, լավ տեղեկացնեն եւ շիտակը տեղեկացնեն։ Որ հողից է քո արմատը միշտ հիշի, թե փորձեն ջնջել անցյալը դու հիշի, դառնալ զորեհայ հիշողության դիմաց, այնինչ մեկ տեսանք դուք չտեսնեք հանկարծ։ Այ այնպես անենք, որ չլինի դա։ Անետ Կարապետյան, Արմեն Շահբազյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։